Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի մասին, մի երևույթ, որի հետ բոլորս գրեթե առնչվում ենք առօրյայում, թե մեր խոսքում, թե մեր զրուցակիցների, բայց շատ անգամ նույնիսկ չենք նկատում։ Երևույթը կոչվում է կոդափոխություն։ Կոդափոխությունը դա անցումն է մեկ լեզվից մեկ այլ լեզու մի զրույցի կամ մի նախադասության ընթացքում։ Կամ պատկերացումներ, որ կոդափոխությունը նշանակում է, որ խոսողը լիարժեք չի տիրապետում բոլոր լեզուներին, կամ շատ ծայրահեղ դեպքերում մարդիկ նույնիսկ դա դիտարկում են որպես լեզվի աղավաղում։ Այսօր կփորձենք հասկանալ ինչ է կոդափոխությունը, ինչու ենք դա մենք գործածում մեր խոսքում առհասարակ, ինչպես է ուսումնասիրվել եւ որոնք են դրա նպատակները։ Կոդափոխությունը գիտության մեջ հետաքրքրություն առաջացրեց 1950-ական թվականներին, հիմնականում զարգացավ սոցիոլինգվիստների եւ լեզվաբանական մարդաբանների կողմից, եւ ամենասկզբում նույնիսկ ամենակարկառուն գիտնականները այդ ժամանակվա սկզբում դիտարկեցին կոդափոխությունը որպես ոչ ստանդարտ ինչ-որ դրսևորում լեզվական։ Մի քանի տասնամյակ հետո ընդամենը արդեն 1980-ականներին այդ մոտեցումը փոխվեց եւ սկսվեց ընդունվել այն միտքը, որ կոդափոխությունը իրականում հատկապես հենց բազմալեզու համայնքներում դա լեզվի բնականon դրսևորում է։ Այստեղ շատ կարևոր դեր ունեցավ Գամփերսը, ով հաճախ համարվում է նաև սոցիոլինգվիստիկայի հիմնադիրներից մեկը։ Նա ցույց տվեց կոդափոխության սոցիալ-մշակութային կարևոր դերը։ Այսինքն մենք նաև հերվացանք զուտ լեզվին առանձին որպես լեզու դիտարկելուց եւ հենց մարդաբանական տեսանկյունից կարևորեցինք այն փաստը, որ լեզուն ինքը առանձին օրգանիզմ չէ, լեզուն միշտ կառավարվում եւ փոփոխվում է հենց լեզվակիրների շնորհիվ։ Այսինքն շատ կարևոր է դիտարկել լեզուն իր բնական միջավայրում, բանավոր խոսքում։ Գամփերսից հետո նաև շատ ուրիշ սոցիոլինգվիստներ եւ լեզվաբանական մարդաբաններ շարունակեցին այդ նույն ուսումնասիրությունները եւ արդեն 1980-ական, 90-ական թվականներին կոդափոխությունը ընդունվեց որպես լեզվի շատ լիարժեք կարևոր բնական դրսևորում։ Կարևոր է նաև այն փաստը, որ հենց այս ժամանակաշրջանում ել ավելի շատացան բազմալեզու համայնքներում կատարվող ուսումնասիրությունները։ Ինչու է սա կարևոր, որովհետև գիտությունը ինչ որ չափով նույնիսկ հենց այսօր էլ շատ բնագավառներում շատ արևմտակենտրոն է։ Երբ խոսքը գնում է գիտությունների մասին, որոնք աշխատում են լեզվի հետ, դա նշանակում է, որ հաճախ նաև անգլակենտրոն է։ Այսինքն ստանդարտ սովորաբար ընդունվում էր միալեզվությունը։ Բայց աշխարհի մակարդակով երբ մենք դիտարկում ենք տարբեր համայնքները, բնականաբար դա այդպես չի։ Այսինքն շատ ավելի տարածված է բազմալեզվությունը, քան միալեզվությունը։ Հետևաբար, երբ մենք սկսում ենք աշխատել համայնքների հետ, ովքեր օգտագործում են մեկից ավելի լեզուներ եւ ունենում ենք շատ ավելի բազմազան նյութ, ավելի հեշտ է դառնում եւ ավելի ճշգրիտ է դառնում ճիշտ հետազոտություններ անելը եւ ճիշտ եզրակացությունների գալը։ Եվ դա նույնպես մեծ շարժառիթ եղավ, որ արդեն 1980-ական, 90-ական թվականներին գիտությունը փոխեց իր դիրքորոշումը եւ իր վերաբերմունքը կոդափոխության նկատմամբ։ Հետագայում արդեն սկսած 2000-ական թվականներից հատկապես լեզվաբանական մարդաբանության շրջանակներում շատ տարածվեցին ուսումնասիրությունները, որոնք դիտարկում էին կապը կոդափոխության եւ ինքնության միջև։ Այստեղ կարևորում եմ նշել օրինակ Սյուզան Գալի աշխատանքները, նա իր ուսումնասիրությունները կատարում էր ավստրո-հունգարական համատեքստում եւ ցույց տվեց, թե ինչպես կոդափոխությունը նաեւ մեզ համար ել ավելի նոր շերտեր է բացում թե գենդերային դերերի, թե տարբեր սոցիալական եւ մշակութային եզրույթների միջև, որը շատ կարևոր էր։ Այս աշխատանքը հետո շարունակեց նաև Ալեսանդրո Դուրանտին, ով ցույց տվեց կոդափոխության կապը արդեն քաղաքականության համատեքստում եւ ապացուցեց, թե ինչպես է կոդափոխությունը մեծ դեր տանում նաև համայնքային ինքնության ձևավորման մեջ։ Ինչու է այստեղ կարևորում հենց համայնքայինը, որովհետեւ շատ անգամ ինքնության ուսումնասիրությունները այդ ժամանակ կենտրոնանում էին անձի ինքնության վրա, իսկ այստեղ մենք դիտարկում ենք նաև կոդափոխությունը հենց համայնքի ինքնության ձևավորման կարևոր էլեմենտ որպես։ Այսպիսով արդեն գիտությունը ապացուցեց եւ ցույց տվեց, որ կոդափոխությունը առհասարակ լեզվական շատ բնական եւ կարևոր գործոն է։ Բայց այն դեպքերից է, երբ հաճախ ինչ-որ մի թեզ, որը որ ապացուցվում է գիտության կողմից, շատ ավելի ուշ է հասնում հասարակություն եւ դառնում գործածելի։ Կամ հակառակը, երբ թե որևէ թեզ ի սկզբանե գիտությունը մի կողմից է դիտարկել, ինչպես օրինակ կոդափոխության նկատմամբ վերաբերմունքն է եղել 50-ականներին, այդ թեզը շարունակում է կիրառվել հասարակության մեջ։ Գիտությունը իհարկե ունի սխալվելու իրավունք եւ նույնիսկ պարտականություն ինչ որտեղ, չէ, որովհետեւ եթե մենք շարունակ չենք հարցադրում, անընդհատ նույն երևույթները ուսումնասիրության չենք ենթարկում, դա արդեն դառնում է դոգմա, ոչ թե գիտություն։
Բայց ցավոք այսօր հասարակության մեջ թե իմ մասնագիտական շրջանակներում, թե անձնական շփումներում ես շատ եմ բախվում այդ հարցի հետ, երբ մարդկանց մեծամասնությունը համարում են, որ կոդափոխությունը ամեն դեպքում դա ոչ ճիշտ երևույթ է։ Հատկապես սա դիտարկվում է երեխաների շրջանակներում, այսինքն շատ եմ լսում մասնագետներից, ովքեր աշխատում են երեխաների հետ, դաստիարակներ, ուսուցիչներ կամ լոգոպեդներ, որ միշտ խորհուրդ են տալիս, որ երեխային պետք է միայն սահմանափակել մի լեզվով, այսինքն մեկ լեզվից ավել երեխային սովորեցնել պետք չի, հատկապես նախադպրոցական հասակում, որովհետև երեխաները մեղք են, խճճվում են, խառնվում են իրար։ Ու շատ անգամ կոդափոխությունը դիտարկվում է որպես օրինակ եւ ապացույց, որ երեխաները իրոք լեզուները խառնում են մեկը մյուսին։ Ուզում եմ այս միֆը հերքել, որովհետև իրականում կոդափոխությունը, եթե նախ փորձենք մի քիչ լեզվաբանական տեսանկյունից ավելի մանրակրկիտ հասկանանք ինչ է իրենից ներկայացնում, այստեղ կարևոր է նաև տերմինը։ Մենք օգտագործում ենք ոչ թե լեզվափոխություն, այսինքն անցում մեկ լեզվից մեկ այլ լեզու, այլ կոդափոխություն, որտեղ կոդը նշանակում է լեզվական ցանկացած կոդ, այսինքն թե օտար լեզուներ, թե բարբառներ, թե լեզվի տեսակներ, տարբեր դրսևորումներ։ Այն որ մենք օրինակ դպրոցում մեր ուսուցիչների հետ խոսում ենք գրական հայերենով, հետո դուրս ենք գալիս դասամիջոցին, միմյանց հետ շփվում ենք խոսակցական հայերենով, դա նույնպես կոդափոխություն է։ Եթե մի նախադասության մեջ մենք գործածում ենք ինչ-որ մի օտար լեզվով մի բառ, դա նույնպես կոդափոխություն է, այսինքն շերտերը շատ-շատ տարբեր են։ Բայց որպեսզի մարդը կարողանա կոդափոխությունը ներառել իր խոսքի մեջ, պիտի ունենա շատ վառ երևակայություն, պիտի տիրապետի համատեքստին, պիտի նաև տիրապետի տվյալ լեզուների բարդ քերականական կառուցվածքներին։ Այսպիսի մի հումորային օրինակի վրա փորձենք հասկանալ, ինձ թվում է շատերը կհիշեն մեր բակի մի քանի թևավոր խոսքերից մեկը, չէ, երբ հարցնում են «Девушка, вы здесь живете?» ու պատասխանում են «Нет, мы здесь варцуем», չէ։ Այստեղ мы здесь варцуем, դա կոդափոխության վառ օրինակ է, որտեղ վերցնում ենք հայերեն բառը, այսինքն վարձել բայը, բայց քանի որ այստեղ մենք ամբողջ նախադասությունը արտահայտում ենք ռուսերենով, կոդափոխության ժամանակ լինում է հիմնական լեզու եւ այն լեզուն, որը ներգրավված լեզուն է, այսինքն տրամադրում է բառապաշարը։ Եվ սովորաբար հիմնական լեզվին են ենթարկվում մյուս լեզուների բառապաշարները քերականորեն։ Այսինքն այստեղ վարձել բառը զրկվում է իր հայերենի էլ բայական վերջավորությունից, ստանում է ռուսերենի բայական վերջավորություն վարձույեմ, արտահայտելով ռուսական քերականական բոլոր կանոնները ու ստանում նաև առաջին դեմք հոգնակի թիվը։ Եթե նաև փորձենք հասկանանք պատճառը, կոնկրետ այդ դրվագում ինչու են աղջիկը որոշում կոդափոխության դիմել, իմանալով նաև պատմությունը, չէ, ուսանող աղջիկներ են, ովքեր մարզից տեղափոխվել են Երևան համալսարան գնալու նպատակով ու գուցե ռուսերենին չեն տիրապետում այնքան լավ, ինչքան օրինակ Երևանում բնակվող հայերը, արևելահայերեն խոսողները։ Այս դեպքում մեկ այլ լեզվի անցումը ունի շատ հստակ նպատակ։ Այս բառը ես այս լեզվով չգիտեմ, կիրառում եմ մեկ ուրիշ լեզվից, որին տիրապետում եմ։ Բայց այստեղ մենք հստակ տեսնում ենք նաև ապացույց, որ իրենք տիրապետում են ռուսերենի քերականական բոլոր կանոններին, որ իրենց թույլ է տալիս այդ կոդափոխությունը շատ աննկատ գեղեցիկ անել։ Այսինքն այս մի օրինակով տեսնում ենք նախ, որ բացառվում է, որ մարդիկ ուղղակի խճճվում են կոդափոխության ժամանակ, որովհետև պիտի ունենան հստակ լեզվական գիտելիքներ, եւ նաեւ ապացույց է նրա, որ կոդափոխությունը երբեք անկառավարելի չի եւ անիմաստ չի, այսինքն միշտ կա հստակ նպատակ։ Ինչու ենք մենք կոդափոխում։ Նպատակները կարող են տարբեր լինել։ Առաջինը նման է օրինակին, որ քննարկեցինք, եթե դիտարկենք դա որպես իրական դեպք, պարզապես այդ պահին օգտագործել քո ունեցած բոլոր ռեսուրսները, այսինքն մի լեզվից մի բառ այդ պահին չես հիշում կամ չես մտապահել, օգտագործում ես մյուս լեզվից քո ունեցած ամբողջ լեզվական ռեսուրսային պաշարը օգտագործում ես քո խոսքի մեջ։ Եթե հիշենք, որ այդ դրվագը մեր բակից էր, սա այստեղ արդեն ունի հումորի դեր։ Ու իրականում լեզվական խաղերը հումորային եւ ինչ-որ ինտրիգաներ առաջացնելու համար շատ-շատ են գործածվում, թե առօրյա զրույցներում, թե հեռուստատեսային ինչ-որ համատեքստում եւ այլն։ Լինում է նաև հուզական կապ ստեղծելու պատճառով կոդափոխություն, այսինքն կան երևույթներ, որոնք ինչ-որ լեզվում մենք շատ ավելի հեշտ ենք արտահայտում, քան մեկ այլ լեզվում։ Հետևաբար մեզ համար շատ ավելի հեշտ է լինում ընտրել մեկ այլ լեզու որոշ թեմաների մասին խոսելիս։ Կան տաբու թեմաներ, որոնք քանի որ կա հստակ կապը լեզվի, մշակույթի եւ լեզվամտածողության մեջ, գուցե որոշ թեմաներ մեզ համար շատ ավելի բարդ լինի խոսել մեկ լեզվով, բայց շատ ավելի հեշտ ու դյուրին լինի շփվել այդ թեմայի շուրջ մեկ այլ լեզվով։ Սա նույնպես կոդափոխության հստակ օրինակ է։
լինում են նաև սոցիալական որոշակի դասակարգերի եւ դերերի ճշգրտման համար արվող կոդափոխություններ։ Եթե ենթադրենք դեպք, որ որևէ ուրիշ մի քաղաքում երկու հայ, ովքեր իրար բացարձակ չեն ճանաչում, պատահաբար հանդիպում են ու գլխի են ընկնում, որ երկուսն էլ հայ են, շատ տրամաբանական ու նաև կանխատեսելի է, որ գուցե կոդափոխություն տեղի ունենա միանգամից օտար լեզվից անցնեն հայերենով խոսելու։ Այստեղ կա նաև էլի այդ զգացմունքային դաշտը, հարազատությունը, մտերմությունը եւ նաև մեր իրար մոտ դերերն ու ինքնությունը եւս մեկ անգամ շեշտելու իմաստը։ Վերադառնալով երեխաների թեմային, էլի անդրադառնանք այդ միֆին, ինչու է այս միֆը վտանգավոր, որովհետև առհասարակ այնպես թե ինչպես են երեխաները սովորում լեզու, ցավոք սրտի հետագայում մենք այլևս այդ նույն ունակությունը չենք ունենում։ Այսինքն հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները լեզվի ընկալումը իրենց մոտ շատ ուրիշ մեխանիզմով է։ Ոչ մի երեխա իր մայրենի լեզուն դասագրքով չի սովորում։ Այսինքն լեզվի ընկալումը տեղի ունենում հենց բնական միջավայրում ավելի շատ խոսելու եւ լսելու միջոցով։ Եվ չկա այդպիսի կանոն, որ յուրաքանչյուր մարդ ունի մեկ մայրենի լեզու։ Այսինքն շատ են աշխարհում օրինակներ այնպիսի համայնքների եւ շատ են օրինակներ երեխաների նույնիսկ Հայաստանը բնակ կամ Սփյուռքի հայկական տարբեր համայնքներում, որ ունեն մեկից ավելի մայրենի լեզուներ։ Սա վտանգավոր չի, սա վախենալու երևույթ չի, սա սխալ չի, հակառակը, սա բնականon լեզվական զարգացում է։ Ցավալի է, որ երկար ժամանակ, էլի արևմտակենտրոն գիտության արդյունքում մեզ մոտ ստեղծվել է այդ ստերեոտիպը, որ կամ մեկ մայրենի լեզու, կամ միալեզվությունը դա ստանդարտն է, իսկ ավել լեզուներ սովորեցնելը երեխաներին դա իրենց միայն խճճում կամ վնասում է։ Տարբեր լեզուներ իմանալը դա ռեսուրս է։ Ռեսուրս է ոչ միայն լեզվաբանական տեսանկյունից, շփվելու տեսանկյունից, այլ նաև եղել են շատ հենց նյարդաբանական եւ կոգնիտիվ ուսումնասիրություններ, որ ցույց են տալիս, որ բազմալեզու մարդիկ, առավել եւս երեխաները շատ ավելի արտոնություններ ունեն։ Այսինքն իրենց կոգնիտիվ զարգացումը շատ ավելի արագ է լինում, որոշ դեպքերում իրենք ունեն շատ ավելի հմտություններ իրենց ուշադրությունը կառավարելու, խնդիրներ լուծելու եւ այլն։ Ինչպես նաև լեզվամտածողությունն է զարգանում, աշխարհի մասին իրենց ընկալումը։ Եթե պատկերացնենք, որ մենք ապրում ենք մի տնակում, որը ունի մի պատուհան, որը մի լեզու է, պատկերացրեք ինչքան ավելի լայն կլինի ձեր տեսադաշտը, եթե ունեք 3-4 պատուհան։ Լեզուն հենց այդպիսի դեր է կատարում նաև երեխաների համար։ Դրա համար ես ուզում եմ անընդհատ շեշտել, որ հարկ կա բոլոր այն մասնագետների, ովքեր աշխատում են երեխաների հետ, նաև դիտարկեն լեզվաբանական, մարդաբանական ուսումնասիրությունները, որոնք դեռ տասնամյակներ առաջ ապացուցել են եւ բազմալեզվության եւ կոդափոխության օգուտները, սակայն ես անընդհատ բախվում եմ այդ խնդրի հետ, տեսնում եմ թե իմ հետազոտություններում, թե իմ ընկերների շրջապատում, որ անընդհատ տարբեր մասնագետներ իրենց խորհուրդ են տալիս զերծ մնալ երեխաներին մեկից ավել լեզու սովորեցնելուց։ Մեկ այլ միֆ է այն միտքը, որ կոդափոխությունը աղավաղում է լեզուն։ Այսինքն, եթե մենք գործածում ենք անընդհատ տարբեր լեզուներ, խառնելով իրար, դեպքում ինչ է լինում մեր մայրենի լեզվի հետ։ Այստեղ հենց մեր կոնտեքստի մասին խոսեմ, հենց հայերենի հետ կապված, շատ անգամ կոդափոխությունը, ելի ինչպես նշեցի, հակառակը ավել ռեսուրսներ է մեզ տրամադրում։ Եվ շատ կարևոր է հասկանալ պատճառները, ինչու է տեղի ունենում կոդափոխությունը, որպեսզի հասկանանք արդյոք դա ինչ որ կերպ կարող է տանել լեզվի աղավաղմանը, թե ոչ։ Այսօր Հայաստանում կան բնակավարներ, որտեղ աշխատող մարդկանց աշխատանքային լեզուն հիմնական հայերենը չի։ Եթե օրինակ դիտարկենք IT ոլորտը, մեծ մասամբ այդ ոլորտում աշխատող մարդիկ ավելի շատ գործածում են անգլերենը, թե տերմինաբանությունը, թե ծրագրերը, թե միասին զրույցներում նաև անընդհատ կիրառում են անգլերեն բառերը։ Հետևաբար շատ տրամաբանական է, որ եթե այս մարդիկ իրենց օրվա մեծ մասը աշխատում են այդ լեզվի հետ, ուրեմն այդ լեզուն բնականon կերպով պիտի դառնա իրենց բառամթերքի մի մասը կամ առնվազն ազդի իրենց առօրյա խոսքի վրա։ Սա չի նշանակում, որ իրենք կմոռանան հայերենը, սա չի նշանակում, որ մի օր բոլոր IT ոլորտում աշխատողները հանկարծ միայն անգլերեն կշփվեն, բայց այստեղ կարելի է հաշվի առնել եւ հասկանալ ինչ կարելի է անել։ Այսինքն, եթե այն բնակավարներում, որտեղ լեզուն մեր հայերենը դառնում է թույլ օղակ, կարելի է մշակել ծրագրեր, ինչպես այն դարձնել ավելի ուժեղ։ Սա կարևոր է նաեւ գիտության ոլորտում։ Վերջերս նաև շատ քննարկումներ եղան տարբեր կոնֆերանսներում, հանդիպումներում, որ ինչքան է կարևորվում գիտությունը հայերենով շարունակելը։ Եվ դրա մի կարևոր մասն էլ հենց այդ բառամթերքն է։ Եթե նույնիսկ գիտնականները որպես խումբ
շարունակեն ավելի շատ կենտրոնանալ անգլալեզու եւ այլ օտարալեզու ամսագրերում տպագրվելու վրա, իրենց գիտական աշխատանքները օտար լեզուներով գրելու վրա, բնականաբար դա կազդի արդեն նաեւ գիտության հայերենի վրա էլ։ Հայերենը զարգանալու տեղ չի ունենա։ Այստեղ ոչ թե պետք է մենք ավելի շատ կենտրոնանանք հայերենը մաքրել մյուս լեզուներից, որը ինքնին անհնար է։ Ոչ մի լեզու մաքուր լինել չի կարող։ Սա շատ ուտոպիական, ինչ-որ կախարդական գաղափար ու միտք է, որին բոլորս sense փորձում ենք ինչ-որ ձգտելու հասնել, բայց դա բնական չի։ Լեզուն կենթանի փոփոխվող օրգանիզմ է ու ցանկացած շփումների արդյունքում անընդհատ լեզուները խառնվում են։ Եվ սա միայն հայերենի խնդիր չի, սա միայն Հայաստանի խնդիր չի, սա առհասարակ լեզվաբանական երևույթ է, ոչ թե խնդիր։ Բայց եթե մենք մեր առաջ դնում ենք այդ խնդիրը, որ ուզում ենք հայերենը զարգացնել որևէ կոնկրետ ուղղությամբ, այստեղ լուծումը ոչ թե հայերենը մյուս լեզուներից զերծ պահելն է, այլ հասկանալ ինչպես հայերենը որպես մկան պետք է շարունակենք աշխատացնել, ուժեղացնել եւ զարգացնել։ Այսօր նաև մենք տեսնում ենք շատ հետաքրքիր լեզվային խճանկարի փոփոխություն, եթե վերցնենք Երևանը որպես օրինակ։ Տարբեր սոցիալ-քաղաքական դեպքերի հետևանքով այսօր Երևանում ավելի շատ լեզուներ են առկա, քան երբևէ։ Մենք ունենք ռուսերենի առկայությունը, մենք ունենք նաև Ղարաբաղից եկած մեր հայրենակիցները իրենց բարբառով, չէ, առհասարակ հայերենը եւ Հայաստանը արդեն հարուստ է տարատեսակ բարբառներով, մենք ունենք շատ տարբեր իմիգրանտներ տարբեր աշխարհամասերից, որոնք յուրաքանչյուրը բերում են իրենց լեզվամթերքը, իրենց լեզուները եւ այդ ամբողջ բազմազանությունը։ Եվ այստեղ ենթադրել, որ հնարավոր կլինի պարզապես չեղարկել կոդափոխությունը, իհարկե անհնար է։ Այսօր յուրաքանչյուր հատկապես, չգիտեմ, խանութում, սրճարանում մենք անընդհատ ականատես ենք լինում մարդկանց լեզվի փոփոխությունից։ Այսինքն, եթե առաջին հաճախորդը հայալեզու է եւ այդտեղ էլ կան տարբերություններ, չէ՞, կարող է լինել արևելահայերեն, արևմտահայերեն, որևէ բարբառի գրող, մյուս հաճախորդը կարող է լինել ռուսերենի գրող, այսինքն կոդափոխությունը անընդհատ մեր առօրյայում կա եւ գոյություն ունի։ Եվ շատ հետաքրքիր է, որ շատ անգամ երբ մարդիկ խոսում են կոդափոխության վտանգների մասին, դա միշտ անդրադառնում է երեխաների վրա։ Երբեք չեք լսի ինչ-որ մի անհանգստություն, որ վայ մեծահասակներն էլ են անընդհատ կոդափոխություն անում, դա երևի ուրեմն լեզվին վարժ չեն տիրապետում։ Մենք չգիտես ինչի միշտ կենտրոնում ենք երեխաների վրա։ Այստեղ մենք անտեսում ենք երեխաների հմտությունները։ Երեխաները շատ լավ կարողանում են տարբերել համատեքստերը։ Ելնելով իմ մանկապարտեզում արված հետազոտություններից օրինակ բերեմ, որտեղ շատ հաճախ դաստիարակները ուղղում են երեխաների լեզուն, որպեսզի գրական հայերենով խոսեն, երեխաները շատ ճկուն ու արագ կերպով հասկանում են այդ ամեն ինչը։ Այսինքն իրենք դասացման կամ դասի process-ի ընթացքում կխոսեն գրական հայերեն, բայց հետո ընկերների հետ խաղալուց արդեն կխոսեն խոսակցական հայերեն, որտեղ հստակ այդ տարբերությունները զգում են։ Այսինքն երեխաները այդ ունակությունները ունեն, իրենք այդ ռեսուրսը կարողանում են գործածել եւ հիմա մեր հերթն է իրենց չխանգարել ու թույլ տալ, որ այդ ամբողջ ռեսուրսը գործածեն։ Որպես վերջաբան նշեմ, որ կոդափոխությունը դա նշան չի, որ մարդիկ լեզվին լիարժեք չեն տիրապետում, դա լեզվի աղավաղման մոտիվ չէ, կոդափոխությունը լեզվի շատ բնական դրսևորում է։ Եվ նաև խորհուրդ եմ տալիս բոլորիդ, հաջորդ անգամ երբ հանկարծ նկատեք, որ ինքներդ էլ մեկ լեզվից անցում եք անում ուրիշ լեզու, մի վարքյան ուղղակի կանգ առնեք ու ինքներդ ձեզ հարցնեք, թե ինչու։ Եվ երբ գտնեք պատճառները, դա արդեն շատ հետաքրքիր ճամփորդություն կլինի դեպի հենց ձեր լեզվամտածողություն ու ձեր լեզվական ինքնություն։